Նախագահ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձում ըստ էության վիճարկում է երկրում տեղի ունեցած նախորդ ընտրությունների արդյունքները։ Ազատության հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներ, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի խոսքերը, թե Հայաստանին, մեջբերում եմ, անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որպեսզի պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց։ Մեջբերման ավարտ։ 2017 թվականի գարնանը կայանալու են ազգային ժողովի ընտրությունները։ Մեր հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կվստահի նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ։ Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որպեսզի մեր պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց։ Ժառանգություն խմբակցության падգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով Սերժ Սարգսյանն իր ուղերձում չի հերքել, որ արդեն շուրջ 25 տարի է հասարակությունը չունի վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ։ Հանրությունը կարող է այս միջոցառումը դիտարկել որպես քաղաքական մի այնպիսի գործողություն, որի միջոցով նա կարող է տապալել այս գործող ռեժիմը։ Դա արդեն ուրիշ հարց է եւ այս ուրիշ հարցի վերաբերյալ իհարկե նաեւ Սերժ Սարգսյանը ունի մտահոգություններ եւ վախեր եւ հենց այդ վախերի մասին էլ նաեւ խոսում է այդ իր ուղերձի մեջ։ Փոստանջյանը կարծում է, որ գործող նախագահի վախերը հենց իր անձի շուրջ կուտակված անվստահության եւ ատելության պայթյունն է, որը կարող է տեղի ունենալ ընտրություններից հետո։ Ինքը հասկանում է, որ չունի բացարձակ ժողովրդի վստահություն եւ չի ունենալու այն քվեն, որը նա ցանկանում է ամրագրել, այսինքն պետք է կեղծի ընտրությունները, կեղծվեն եւ ինքը այդ կեղծիքի միջոցով նորից իրեն հռչակի որպես բռնապետ, ղեկավար, պաշտոնավար անձ։ Այս խութերի մասին է ինքը խոսում։ Ինքը ցանկանում է ամեն ինչ անել, որպեսզի դրանք ի հայտ չգան, ըմբոստություն չլինի, բողոք չլինի եւ ինքը փորձի խուսանավել հենց այդ խնդիրների։ Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս կարծում է, որ խոսքը հետընտրական process-ների եւ դրանց բացառման մասին է։ Իսկ դրանք չեն լինի միայն ազատ արդար ընտրությունների պարագայում։ Նախընտրական խոսքեր են, որևէ մեկը այդ խոսքերով չի լցվել հույսով, էլի։ Միշտ էլ է ասվել, բայց ինչա փոխվել ոչ մի բան։ Ինչ փոփոխություն ենք տեսել։ Ես որևէ փոփոխություն չեմ կարող արձանագրել։ Բացի բացական է, դրական որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է կառավարությունը բացի ասուլիսներ անել է, էլի որևէ բան չեմ տեսել դրական։ Մարուքյանի խոսքով Հայաստանում դրական փոփոխություններ կլինեն բացառապես այն դեպքում, երբ իշխող Հանրապետական կուսակցությունը դառնա ընդդիմություն։ Իրազեկ քաղաքացիների միավորման անդամ Դանիել Իոնիսյանը, ով ակտիվորեն մասնակցել է ընտրական նոր օրենսգրքի շուրջ անցկացված բանակցություններին, կարծում է, որ օրենսգրքի փոփոխությունները խոսում են միայն այն մասին, որ կեղծիքներ տեղամասերում չեն լինելու, եւ այդ հիմնական կեղծիքները տեղի են ունենալու տեղամասերից դուրս։ Հասարակության վստահությունը կամ չվստահությունը ընտրությունների նկատմամբ ավելի շատ պայմանավորված է նրանով, որ փոքր երկիր է, բոլորն էլ գիտեն, թե ով ում է սիրում, իսկ ով ում տանել չի կարողանում, եւ երբ որ շատ ձայն է հավաքում ինչ որ մի ուժ, ով որ չունի իրականում հանրային վստահություն, ընտրություններն էլ չեն կարող ունենալ հանրային վստահություն։ Ու շարքային քաղաքացու համար շատ կարևոր չի թե այս ընտրությունների արդյունքները ինչպես մանիպուլացվեցին։ Նկարվեցին ընտրական հանձնաժողովներում, ինչպես նախկինում եղան կրկնակքվեարկությունների կամ չգիտեմ ուրիշ կեղծիքների արդյունքներում, ինչպես վերջին տարիներին թե եղան ինչ որ ընտրական բարդ համակարգի արդյունքում։